Երևանի ավականու ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումը երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը անձամբ էր բերել վարչական դատարան։ Մայիսի 14-ի ընտրությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկող դիմումը հանձնելուց հետո Ազատության հետ զրույցում Փոստանջյանը պնդեց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կեղծիքների եւ ճնշումների միջոցով է հաղթել ընտրություններում։ Որպես ապացույց քաղաքապետի նախկին թեկնածուն ներկայացրել է նաեւ Երևանի քաղաքապետ վերընտրված Տարոն Մարգարյանի Ավանի շտաբից իրեն եւ դստերը բռնի ուժով դուրս հանելու տեսանյութը։ Այնտեղ հիշեցնենք Փոստանջյանը կաշարքի ահազանգով էր գնացել։ Եվ քաղաքացիները հնարավորություն չունեցան օգտվել իրենց իրավունքից եւ ահաբեկված լինելով նույնիսկ չմասնակցեցին ընտրությունների, որովհետեւ իրենց համար նաեւ պարզ էր, որ եթե տեղի է ունենում նման ահաբեկչություն քաղաքապետի թեկնածուի նկատմամբ, նրա վստահված անձի նկատմամբ, ապա ինչպես կարելի է մտածել, որ դրանք ընտրություններ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը արտահերթ նիստում հաստատեց մայիսի 14-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ու մերժեց դրանք անվավեր ճանաչելու երկիր ծիրանի կուսակցության դիմումը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր Ազատությանն ասաց, որ կեղծիքների եւ ահաբեկման մասին պնդումները Փոստանջյանի սուբյեկտիվ կարծիքն են եւ իրենք դատարանում կրկին կպնդեն իրենց տեսակետը։ Որը ներկայացվել եւ որում եւս նմանատիպ գնահատականներ են, ես հնչեցրել եմ տեսակետը, որ բացառապես սուբյեկտիվ գնահատականներ են, որևէ առնչություն չունեցող իրականության։ Դատարանը քննելու է հայտարարումը, որ քննին ենք ներկայացնում մեր տեսակետները, իսկ ինչպեսին կլինի դատարանի դատականակը մենք կիմանանք, երբ որ դատականակը կհրապարակվի։ Երևանի ավականու ընտրությունները դիտարկած տեղական դիտորդական կազմակերպությունները հայտարարել էին, որ ընտրությունների արդյունքները երևանցիների կամքը չեն արտահայտում։ Անկախ դիտորդ նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Յոաննիսյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չէ, քանի որ իրենց արձանագրած շատ խախտումներ պատշաճ գնահատականի չեն արժանացել։ Պնդեց վարչական ռեսուրս է կիրառվել, տեղամասերի 70%-ում քվեարկության գաղտնիության խախտում են նկատել։ Տեղամասերում կեղծիքներ մենք տեսել ենք, այսինքն եղել են տեղամասեր, որտեղ եղել են կեղծիքներ, նաև կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ։ Նման բան եղել է։ Ահաբեկում որպես այդպիսին տեղամասերում եղել է, օրինակ մեր դիտորդների նկատմամբ, մեր մի քանի դիտորդների սպառնացել են, երկու տեղ անգամ մեր դիտորդների նկատմամբ բռնություն է տեղի ունեցել։ Երկիր ծիրանի առաջնորդ Զարուհի Փոստանջյանը վարչական դատարան դիմելով չի սահմանափակվելու, ասաց, որ տեսանյութը եւ մնացած փաստերը հասցնելու է մինչեւ միջազգային ատյաններ։ Ես մարդկանցից չեմ, որը կհանձնվի, մենք դիմելու ենք բոլոր գործիքներին, անկախ նրանից դա տեղական է, թե միջազգային է։ Փոստանջյանը պնդում է, որ պետք է նոր ընտրություններ անցկացվեն։ Դրանք նույնպես կարող են կեղծվել ըստ նրա, սակայն ամեն ինչ անելու է, որ հանրությանը բավարարող քվեարկություն անցկացվի։ Վերցնելու են արդյոք ավականու 5 մանդատները, թե ոչ, դեռ չի հստակեցնում։ Իսկ Ավանի շտաբի դեպքերի գործով ասաց, որ արդեն 10 օր է անցել, բայց իրեն եւ դստերը տուժող չեն ճանաչել։ Տվյալ դեպքում ես կարող եմ ասել, այդ գործընթացը համաձայն մեր պետության կողմից ստանձնած պարտականությունների տեղի չի ունեցել եւ սա էլ է արձանագրվում իհարկե։ Միջադեպի փաստով հատուկ քննչական ծառայությունը 2 քրեական գործ է հարուցել, որոնք միացվել են եւ քննվում են մեկ վարույթում։ Հոդվածներից մեկը վերաբերում է առերևույթ ընտրակաշարք տալուն, երկրորդը ոստիկանների կողմից բռնություն կիրառելուն, երրորդն էլ ընտրական շտաբի աշխատանքները խոչընդոտելուն։